այդ այսպես մտայնությունը, այդ ծրագիրը, այդ նպատակը դեռևս 19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկզբին, որը հիմա ստացել էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցք անունը։ Եվ այդ ճանապարհի ուրեմն հիմնական խոչընդոտը, այսինքն որպեսզի Թուրքիան թուրքական աշխարհի հետ ունենա ցամաքային անխոչընդոտ կապ, ընդհանրապես ունի մեկ այսպես խոչընդոտ, դա Հայաստանի եւ Արցախի հանրապետությունն են։ Արցախի հանրապետությունը օկուպացված է, տեղաբար խոչընդոտի պայմանական այս հատվածը չկա։ Հիմա մնացել է միայն մեկ բարակ Սյունիքի մարզ, 40 կիլոմետրանոց այս հատվածը, որը ինչպես 1990-ականներին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելն է բավական լավ դիպուկ ձևակերպել, անիծյալ սեպ է թուրքական աշխարհի համար։ Մենք պետք է փորձենք այդ անիծյալ սեպը հանել։ Եվ այն ինչ որ այս օրերին տեղի է ունենում, եւ այն ինչ որ փաթեթավորված է Զանգեզուրի միջանցք անվան տակ, ոչ այլ ինչ է, քան այդ սեպը հանելու փորձ։ Եվ պատահական չէ, որ Էրդողանը եւ Ալիևը բազմիցս ասել են, որ Զանգեզուրի միջանցքը քաղաքական նախագիծ